կարող եք ուղղակի սկանավորել։ Շախմատային խնդիրները թղթից էկրանին տեղափոխելու միտքը գոռին երեխաներն են հուշել, ասում է սա էլ շախմատիստների հայր լինելու առավելությունն է։ Թղթի վրա գծագրած կամ գրքի շախմատային խնդրին տեխնոլոգիական լուծում տվեցին Գոռն ու ծրագրավորող ընկերները։ Ստացվեց աշխարհում իր տեսակի մեջ դեռ յուրահատուկ ու նորարար հավելված։ Սա իրենց իդեան է, որ կարելի է ուղղակի նկարել, թվայնացնել դիրքը եւ դիրքը արդեն կարողանաք հեշտ ֆիգուրները շարժել։ Սա իրականում շատ յուրահատուկ եւ միակն է հիմնադրությամբ, որը կա։ Հավելվածը ստեղծել էր ընտանիքի համար, պարզվեց շախմատային Հայաստանին էլ է այն անհրաժեշտ, ապա տեսան, որ աշխարհը նույնպես հետաքրքրված է հայկական Chess Find Me-ով։ 2 ամսվա գոյությունից հետո ստարտափը Android Play Market-ում 55,000 ներբեռնում ունի, ընդ որում միայն 6%-ն է Հայաստանից։ Դեկտեմբերին այն հասանելի կլինի նաև App Store-ում։ Տարբեր ինվեստորների հետ, ներդրողների հետ բանակցությունների մեջ ենք, որ հնարավորություն լինի ներդրումներ ստանալ եւ մի տարի կամ 2 տարի շատ ավելի մեծ պլաններ կան։ Իրականում, եթե ներդրումները չլինեն, sense տնենց անելու ենք, որովհետեւ սա ոնց որ դառել է մեր կյանքի մասերից մեկը։ Երեխաների տված գաղափարն իրականացրած Գոռ Վարդանյանի ստարտափը 2016-ի Հայաստանի ամենանորարարական բիզնես մոդելն է։ Chess Find Me հավելվածը Armenia Startup Cup-ի հաղթողն է։ Մրցանակը բիզնեսի զարգացման համար տրամադրված 1.5 միլիոն դրամին համարժեք մասնագիտական վերապատրաստումն ու խորհրդատվությունն է։ Նաև Chess Find Me-ն 2017-ին Մարոկկոյում կայանալիք World Startup Cup-ին ներկայացնելու հնարավորությունը։ Երազել, շատ աշխատել, էլի երազել ու չհանձնվել։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի խորհուրդն է Armenia Startup Cup-ի եզրափակիչ փուլ անցած 15 նորարարական բիզնես մոդելների հեղինակ երիտասարդներին։ 4-րդ ամենամյա առաջնությանը մասնակցում էին 156 ստարտափեր, որոնք վերաբերում էին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, սպորտի զարգացմանը։ Ժյուրիի անդամ ԱՄՆ-ում նորարարական բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Ռոջեր Սթրաուքին զարմացրել ու հիացրել էին բոլոր 15 գաղափարները։ Հայաստանում շատերը կարծում են ներդրումային կապիտալ գտնելը ամենաբարդն է։ Ես այդպես չեմ կարծում, պարզապես պետք են գիտելիքներ, ինչպես գտնել ու գրավել օրինակ իմ նման մարդկանց ուշադրությունը։ Startup Cup 2016-ի 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներին էլ կտրվեն համապատասխանաբար 1.5 միլիոն դրամին համարժեք մասնագիտական խորհրդատվություն ու վերապատրաստման հնարավորություն։ Անի Հակոբյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։